Եվս մի անարդարություն, որ վերաբերում է աշխատանքային ստաժին, աշխատանքային տարիները հաշվելու։ Ինչ նկատի ունեմ։ Մարդիկ ամբողջ կյանքում հողագործությամբ են զբաղվում, տունն են պահում, որտեվ այլ գործ չկա անելու, եւ թոշակ ստանալու ժամանակ կամ կոնկրետ աշխատանքի ընդունվելու ժամանակ ինչ որ կազմակերպությունում հաշվի չեն առնում դա։ Ու օրինակ թոշակ ստանալուց գումարը բարձր ավելի չի լինում, բարձր աշխատավարձի հնարավորությունից զրկվում է մարդը։ Այս պարագայում ստացվում է պետությունը աշխատանքի տեղ չի ստեղծել, մարդը գնացել է ամբողջ կյանքում աշխատել է, տունը պահել է, չգիտեմ, հանրօգուտ գործով է զբաղվել եւ վերջ զրոյացվեց այդ ամենը։ Կամ մարդուն ասում են, քո աշխատած տարիները հաշվի չեն կառնում ստաժի մեջ, որովհետեւ արխիվային փաստաթղթեր չկան, շատ են այդ դեպքերը։ Եվ ինչ կորավ դրանից հետո, բայց այդ մարդը որտեղ է աշխատել, լուսնի վրա է աշխատել, այլ մոլորակային է եղել, այն նման բոլոր դեպքերում թե գյուղացիների դեպքում բոլոր օրինակ մարդը հողագործությամբ է զբաղվել, պետք է հաշվի առնել աշխատանքային ստաժի մեջ, պետք է նաև արխիվային այդ փաստաթղթերը անկախ նրանից կորել են թե չէ, նույնպես պետք է հաշվի առնել ստաժի մեջ։ Այս է իրական արդարությունը։ Ես խնդրում եմ մեր հայրենակիցներից հենց այդ վստահությունը, որովհետև այս ամենը իմ համոզմունքն է նաև, թե ես ինչպես եմ պատկերացնում հարցի լուծումը, խնդրի լուծումը ամենօրյա, առօրյա մեր ժողովրդի համար։ Խնդրում եմ քվեարկեք մեր օգտին, 6-րդ համարի օգտին, որ նաև արդարությունը հաստատվի մեր իրավունքների համար այս դեպքերին։